Բարևում եմ ձեզ, ես էլի նորից եթեր եմ դուրս գալիս, որոշ հարցերի մասին ուզում եմ խոսեմ և առաջինը ինչի մասին եմ ուզում խոսել, առաջինը գիտեք արդեն սահմանադրությունում, ձեր սահմանադրությունում Ադրբեջանի տարածքին պահանջներ կա, անհնարին բան է, առաջին հերթում պետք է ջնջեք, սահմանադրությունում նման կետ չի լինելու, անհնարին է։ Երկրորդն էլ գիտեք ինչ կա, Մինսկի համխումբն ենք ասում, մենք էլ ենք ասում, բայց դա ոչ ձեզ օգուտ բերեց, ոչ էլ մեզ օգուտ բերեց, լուծարելու ժամանակն է, ինչ կարիք կա Հայաստանը, ճիշտ է Փաշինյանը իր մտքերը արտահայտեց, ես լսեցի, եթերում տեսա, թող լուծարվի, ինչ կա, Մինսկից ձեզ ինչ, մեկ էլ գիտեք ինչ կա, ես առաջարկում եմ, իհարկե Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործն է, դա իմ գործը չի, դուք գիտեք, բայց այս երկու ղեկավար նստեք թեթատետ խոսացեք, ինչի մասին ուզում եք խոսացեք, դուք գիտեք, թե չէ երրորդ պետություն կամ չորրորդ պետություն եւ այլ, երրորդ պետությունն է գալիս է իր շահերն այնտեղ, մեր լորեցիկ ասում են բթում է, իրենց շահերն են բթում, ինչ կարիք կա, երկուսով նստեցեք խոսեցեք, ինչ հարցերի մասին, այդ հարցերը ինչպես պետք է լուծվեն եւ այլ, թե Բաքվում, թե Երևանում, ճիշտն ասած, ես կառաջարկեի Բաքվում հանդիպեցեք, ուրիշ պետություն պետք չի մեզ, ինչ կարիք կա, նստեք Բաքվում, խոսացեք, իրար հասկացեք եւ դրանով էլ բոլոր հարցերը լուծվի եւ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Հիմա էլ վերջերս տեսնում եմ Երևանում եւ այլ քաղաքներում Փաշինյանի դեմ ժողովներ եւ այլ։ Գիտեք ինչ կա, անցյալներում էլ եմ ասել, Լեռնային Ղարաբաղի Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, մյուս քաղաքներում մի հատ տուն չի մնացել, թալանել են, տարել են, մի հատ տուն քարտ չի մնացել, գնացեք դրանց յախիցը բռնեցեք, ինչ եք Փաշինյանից կպել, այս խեղճ Փաշինյանը ինչ անի ձեզ համար, ինչ արեցիք դուք արեցիք, հիմա դուրս են գալիս Փաշինյանի դեմ սկսում են ժողովներ անելու, ցույցեր անելու եւ այլ, ինչ կարիք կա, դա քոչոն էլ է ձեր մոտ, Սերոժն էլ է ձեր մոտ, գնացեք դրանց յախիցը բռնեցեք, թող նրանք այդ կուտակած, այդ թալանած փողերից ձեզ որոշ փողեր տան, ձեզ թող ապահովեն, կանեն չեն անի, չեն արել, չեն էլ անի, հիմա դրանք սովորցնում են, սրանք էլ դուրս են գալի փողոցներ, չգիտեմ, ուր Փաշինյան թող հրաժարական տա եւ այլ, ինչ անում Փաշինյանը ձեզ համար, ինչը ամեն ինչ արել է ձեզ համար, ինչ որ արել եք դուք եք արել, մեկ էլ գիտեք ինչ կա, այն դուք ինքներդ հայ ամենամեծ թշնամին են հայերը իրենք են, ես Լեռնային Ղարաբաղի հայերի մասին եմ խոսում, անցյալում ուրեմն Խանքանդի քաղաքում մի հատ գերեզմանոց ցույց տվեցին, ուրեմն որը այդ գլխաքարերը մրամրից է եղել, շատ գեղեցիկ կերպով հանել են, տաշել են Երևանում կամ Իրան են տարել, ծախել են փող են կուտակել։ Հետո էլ գերեզմանոցը բացեք նայեք, ես ինձանից ոչինչ չեմ հորինում։ Բացեք նայեք, աղբանոց են սարքել։ Հիմա այլ ուզում եք գետ վերադառնաք, ինչ երեսով կարակ վերադառնաք։ Այդ գերեզմանոցը աղբանոց եք սարքել։ Հիմա ուզում են գետ վերադառնան, Փաշինյանին սխվում են, էս են անում, են անում։ Փաշինյանը ինչ, ռուսն ասում, Փաշինյան тут при чем, ինչ արել Փաշինյանի ձեզ լավությունից բացի, ինչ արել, ինչ որ արել եք դուք եք արել, գնացեք Քոչոյի յախիցը բռնեցեք, Սերոժի յախիցը բռնեցեք, Փաշինյանը ինչ անի ձեզ համար։ Նորից Ղարաբաղյան կլանը ուզում ղեկավարությանը նստի, աթորում սկսի ինչ որ ուզենա այն էլ անի, այն հնարին բան է, ես չեմ մտածում, իհարկե դա իմ գործը չի, դա չի վերաբերում, բայց ես չեմ հավատում, որ Հայաստանի հայերը ուրեմն
կուզենամ որ նորից Ղարաբաղի կլանը նորից այդ աթորում նստի սկսի ղեկավարելը։ Մեկ էլ գիտեք մի քանի որոշ խնդիրների մասին էլ հարցերի մասին էլ եմ ուզում ձեզ հետ բաժանվեմ։ Խազմալյան էր, եթե Խզմալյանը, թե Խազմալյանը, չգիտեմ, ազգանուն էլ հայկական անուն չի, այդ համասավը ռուսն ասում։ Ուրեմն պատմում է 1400 քանի տարեկանում հայկական նավերը դրոշակներով գնում են Իտալիա, Պորտուգալիա, չգիտեմ, դեպի այդ կողմը։ Ուրեմն սրան ասող չկա, մի հոգի չի գրում, որ այ եկամարտ ես, այս ինչեր ես դուրս տալիս։ 1400 տարեկաններում հայկական պետություն կար, դրոշակ ուներ, դա, ինչ է սուսուտ ընդիպչեմ։ Մի հատ քին կար, Լիլիա Մովսեսյան էր, թե Մխիթարյան էր, չեմ հիշում։ Ուրեմն ասում է, մեր թվարկությունից ուրեմն 4 միլիոն տարի առաջ, ոչ 400, 4000, 40000, 4 միլիոն տարի առաջ հայերի մշակույթը կենցաղը եւ այլ։ Ամոթ է 4 միլիոն տարի սրանից առաջ երկրագնդը կար, այս ինչ ելույթներ են ունենա։ Գոնե մի մարդ չի գրում, որ ամոթ է, ինչ է գրում։ Մի քանի օր սրանից առաջ էլի լսեցի Իսուս Քրիստոսը հայ է եղել։ Անցյալում ասել եմ, էլի մի հայ պատմական գիտություններ դոկտոր պրոֆեսոր ինչ չգիտեմ, այդ մեր Մուհամեդի մասին էր խոսում, Սուրբ Սարգիսն է եղել դրա ուսուցիչը եւ այլ։ Ումա պետք։ Այս սուսուտ բաներով լցրել եք ամբողջ աշխարհը։ Հիմա այլ Փաշինյանը ինչ որ անում է ճիշտ է անում։ Ուզում եք նեղացեք Փաշինյանից, ուզում եք չէ։ Հիմա ապրիլի 24-ն է գալի, գիտեմ, իրար խառնվել եք, անցյալում 800,000 էր, հետո միլիոն դարձավ, միլիոնի կես դարձավ, 2 միլիոն, կես, հիմա 3, ուրեմն ծաղկում ծլում են, աճելով գնում է, այս չագերտների մեր ցեղասպանությունը։ Այնա որ թենցա բերեք արխիվները բացարեք, թե Հայաստանի, թե Թուրքիայի արխիվները բացարեք, թող ոչ թե դա Ֆրանսիայի, Անգլիայի եւ ուրիշ պետությունների, Ռուսաստանի արխիվները բացարեք, այնտեղ նայեցեք։ Չեք ասում, այդ խոջալի ցեղասպանությունը ձեր վիզը չկարեցան դնել։ Քանի հետ 30 քանի տարի անցել։ Չկարեցան դնել։ Հայերից, թուրքերի ցեղասպանությունից էլ խոսացեք։ Մոտ 2.5-3 միլիոն թուրք սպանվել։ Իհարկե, թե հայերից, թե թուրքերից զոհվածներին ես դրանց մասին ոչինչ չեմ կարող ասել, ինձ դուր չի գալի, թե հայերից զոհվի, թե թուրքերից զոհվի, ինչի՞մա։ Եվ ապագա սերունդի համար էլ պրոբլեմ եք ստեղծում։ Ականջներն շնջում եք, որ թուրքը ձեր թշնամին է եւ այլ, հասկացաք, բայց հայերն ինչեր են արել։ Դրա մասին էլ խոսացեք, այնա ինչ որ արել են թուրքերն են արել, այնա նստած տեղում թուրքերը հայերի հետ ինչ որ պրոբլեմ են ունեցել, բայց հայերը ոչինչ չեն ունեցել, ոչինչ չեն արել, ուրեմն։ Դրանց մասին էլ խոսացեք։ Այնա թուրքը էս արավ, այն արավ եւ այլ։ Հիմա անգամներով եմ լսում, մեկը մյուսին մի սխալ բան ասում է, թե ինչ արա, թուրքը ես ինչ է։ Թուրքը քեզանից ինչով է պակաս, ես չեմ հասկանում։ Թուրքիան աշխարհի երկրորդ պետությունն է։ Առանց Թուրքիայի ոչ մի հարց չի լուծվում։ Գերմանիայի նախագահն էր եկել, արդարադատության մասին էր խոսում, ժողովրդավարության մասին էր խոսում։ 14, 18, 39, 45 թվականներում մոտ 100 միլիոն մարդ է զոհվել։ Գնացեք դրա դարդը քաշեցեք։ Հիմա Բաքվում ուրեմն Ռուբեն Վարդանյանն, Արայքն, Սահակյանը եւ այլ, գիտեք, մի քանի շարք մարդիկ կան։ Բոլորը հանցագործներ են։ Ինչա Հայաստանում հանցագործները ծափահարում ճամփեք դնում, ով պետք է պատասխան տա։ Այդքան մարդ է սպանվել, ով պետք է պատասխան տա։ Գերին ուրիշ բան է։ Գերին ուրիշ բան է։ Հանցագործն ուրիշ բան է։ Գերի լիներ էլի որոշ հարցով
կարող է լուծվել։ Հանցագործներ են, պետք է դատվեն։ Ադրբեջանի կանոններով պետք է դատվեն, ինչ կլինի։ Չէ, դրանց բաց են թողնելը գնալ դեն։ Բայց այնա որ թենցա դուք Սերոժին եւ Քոչոյին դատեցեք էլի։ Հայաստան նստել են ձեր արանքում են։ Մի անգամ էլ դրանց դուրը թկացրեք էլի, որ այս հարցը օգնեցեք, այս հարցը ինչա այդպես եղել, այսպես եղել։ Այնա վազում եք Փաշինյանի յախիցն եք բռնում։ Խեղճ Փաշինյանը ինչ պետք է անի ցես։ Դրանք հանցագործներ են։ Գերի չեն, գերին ուրիշ բան, ինչ է, չգիտեք գերին ուրիշ բան, հա։ Մեկ էլ գիտեք ինչ կա, բերեք ինչ որ կա այդ դրա մասին իրականությունն ասեք։ Սերոժ Սարգսյանը ասել էր, որ ադրբեջանցիք մեզ չեն լսում, չեն հավատում եւ այլ, Խոջալույում տեսակ ինչեր արեցինք, ինչ ցույց տվեցինք ադրբեջանցիներին։ Բայց հիմա հայերն ասում են, դե ցեղասպանություն չէ։ Սերոժ Սարգսյանը ասում է, այսպես սպանեցինք, այդպես սպանեցինք։ Բայց հիմա հայերն ասում են, թե չէ, ցեղասպանություն չի եղել։ Ուրեմն ճակերտների մեջ հայոց հայերի ցեղասպանությունը չի եղել։ Ուրեմն 30 տարի ձեր վիզը չեն կարող դնեմ, որ բայց գիտեք ինչ կա, այդ ցեղասպանությունը ընդունեք, դա ինչ էլավ, թող խաղաղության պայմանագիրը կնքվի եւ այլ։ Այնա գնում գալիս եք Ադրբեջանի եւ Թուրքիայի յախիցն եք բռնում։ Էլ դուք ուրիշ սխալ բան չունեք, հա։ Մի քանի անգամ էլ ձեր սխալների մասին էլ խոսացեք։ Թող արդարություն լինի։ Հա։ Ուրեմն ես էլի նորից դիմում եմ պարոն Փաշինյանին, այս անգամ Փաշինյանին չեմ ասում, պարոն Փաշինյան եմ ասում։ Մեր հանգարժան սիրելի պարոն նախագահ Իլհամ Ալիևի տետատետ նստեցեք, բոլոր հարցերը լուծեցեք, թե Բաքվում, թե Երևանում։ Եթե Բաքու կա, ավելի լավ կլինի։ Երրորդ հանրապետություն մեզ պետք չի։ Ամենքն իր շահերն է այդտեղ օգտագործում, ինչպես անեն։ Դրանց ինչ վեճն է, թե հայ ասպանվում, զոհվում, թե ադրբեջանցին, թե թուրքն, թող լինի, հա։ 1000 հատ հայ զոհվե կամ 1000 հատ ադրբեջանցի զոհվե, հետո ինչ։ Դրանց ինչ վեճն է։ Բերեք ամեն ինչի լուծմանը արդար մոտենանք եւ հարցերն էլ արդար լուծենք։ Մեկ էլ ես Հովհաննես Շիրազին հարգում եմ իհարկե հարգում եմ, դրա մի միտքը կա, դա ասում է երազներից ընձուղվելը քո սրբազան թաթիկներիդ մեջ կտա։ Եվ հետո վերջերում կարդացա հանճարը խելագար։ Դա ուրիշ գրող բանաստեղծ չի հո դրա մասին խելագար եք ասում։ Հովհաննես Շիրազի մասին այդպիսի խոսք կարելի է ասել։ Մեկ էլ դուք ձեր հարցերը Հայաստանի մեջ ձգտեք լուծելը։ Հայաստանից դուրս ոչ մի պետություն ձեզ չտի օգնի։ Դրա համար էլ ուրեմն թե ձեր ղեկավարությունը, թե մեր ղեկավարությունը թող նստեն եւ թեթաթեթ հարցերը լուծեն։ Չնայած այս քննադատություններին, բոլոր հանգամանքներին, թե ադրբեջանցիներին, թե հայերին, խաղաղ օրեր եմ ցանկանում, բարի օրեր եմ ցանկանում, ստեցություն եմ ասում եւ եթե ողջ մնանք, էլի եթեր դուրս կգամ։ Բարի օրեր եմ ցանկանում ձեզ։